Ինձ թվում է այդ ամենաբարդ հարցերից է ու մեծ վտանգ կա այդ հարցին պատասխանելուց հիմար բաներ ասել, ինչը շատ հաճախ պատահում է ու նախապես ներողություն եմ խնդրում, եթե հիմար բաներ ասեմ։ Ու այս առիթով հիշեցի մի անգամ Ալվար Ալտոին ուսանողները MIT-ում 40-ական թվականներին հարց են տալիս մեծ հարգանքով, վարպետ ոնց է ստեղծվում իսկական արվեստը կամ ճարտարապետությունը, Ալտոն էլ Ալտո լինելով ասում է չգիտեմ։ Ու այդ դառնում է մեծ պատմություն, որովհետև հետո այդ ուսանողների ծնողները գալիս են իր այդ կռիվ անելու, ասելով, որ բա MIT-ին այսքան փող ենք վճարում մեր երեխեքի կրթության համար, իսկ դուք ասում եք չգիտեմ, իսկ ինքը ասում է, որ այդ չիմանալը շատ կարևոր է։ Հիմա այդ երևի կարճ պատասխանն է, բայց ստիպված եթե փորձեմ նկարագրել թե ինչ է ճարտարությունը ու չընկնեմ Վիկիպեդիայի էջի վրա ճարտարապետության մասին, երևի կասեմ, որ ճարտարապետությունը համամարտկային մշակութային լեզու է, որը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար հասկանալի է բոլորին։ Ու դարեր հազարամյակներ շարունակ ճարտարությունը միշտ ինչ-որ բանի մասին է խոսում, ինչ-որ գաղափարներ է փոխանցում։ Ճարտարությունը միշտ քաղաքական է, միշտ լցված է գաղափարախոսություններով ու էլի պետք է շեշտեմ, որ շատ հաճախ չգիտակցված։ Բայց երևի այստեղ խոսքը գնում է ճիշտ կլինի շեշտել, որ լավ ճարտարապետության մասին, այսինքն այն ճարտարությունը, որը հետո մնում է պատմության մեջ, ուսումնասիրվում է կամ կարևոր է դառնում, որովհետև մեծ մասը, որ մեզ շրջապատում է, դա երևի կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց դա ճարտարություն չի, այլ շինարարություն է, որը այսօր կա, վաղը կմոռացվի։ Ասելով, որ ճարտարությունը լեզու է, ի նկատի չունեմ օրինակ պոստմոդեռնիստական պատկերացմամբ, որ նշանային համակարգ է, որը բառացիորեն ընթեռնելի է, կամ ինչը շատ հաճախ մեր կոնտեքստում տեսնում ենք, որ օրինակ ազգային էլեմենտների կրկնօրինակումը մեկնաբանվում է որպես ազգային, այդ տեսակի լեզվի մասին չի, բայց ճարտարապետությունը միշտ տրանսլյացիա է անում որոշակի գաղափարներ ազատության մասին, ուժի ու հասարակության հարաբերությունների մասին, ուրախության մասին, երբեմն աբսուրդի մասին, ու նաև կա դրա հակառակ ընթերցումը, ֆենոմենոլոգիական մոտեցումը, օրինակ, չգիտեմ, Ստիվեն Հոլի, Յուհանի Պալասմայի, ովքեր ավելի շատ խաղում են ճարտարության երկիմաստության վրա, որտեղ լեզուն այդքան ընթեռնելի չի։ Ու ինձ համար այդ երկու մոտեցումներն էլ շատ հետաքրքիր են ու ամենայն դեպս ես համարում եմ, որ ճարտարապետությունը պետք է ունենա որոշակի մտադրություններ, ու այդ մտադրությունները կարդացվում են վերջնական արդյունքում։ Նույնիսկ եթե դա չի կառուցվում, այդ էլ շատ կարևոր է հասկանալ, որ ճարտարությունը միայն կառուցված շենքը չի, որովհետև դարեր շարունակ կան բազմաթիվ չկառուցված գաղափարներ, որոնք մինչև հիմա մեծ ազդեցություն ունեն, ոնց որ օրինակ Բուլեի կենոտաֆ Նյուտոնի համար նախագծած ու բազմաթիվ նախագծեր, որ չեն կառուցվել, բայց շատ ավելի ազդեցիկ ու կարևոր են, քան կառուցված նախագծեր։ Ինձ թվում է ժամանակակից պայմաններում ճարտարապետության դերը հենց այդ նկարագրության վրա հիմնվելով էլի շատ կարևոր է, որովհետև շատ անորոշ ժամանակաշրջանում ենք ապրում բոլորս, ամբողջ աշխարհն է շատ ծանր անցումային շրջանում, իսկ դա անխուսափելիորեն միշտ արտահայտվում է ճարտարության մեջ։ Ու ես հույս ունեմ, որ ոնց որ յուրաքանչյուր պատմական կրիզիսային շրջանից հետո նոր բաներ են ծնվում, շուտով մենք կտեսնենք, որ ինչ-որ ճարտարության կամ մշակութային նոր ալիք կստեղծվի, որը մենք հենց չգիտենք ինչ է, բայց ես շատ հույս ունեմ, որ մենք այդ ալիքը կկարողանանք բռնենք, դրա համար պետք է անընդհատ ձեռքը պուլսի վրա պահել, հասկանալու համար, թե ինչ է կատարվում, բայց մի բան ակնհայտ է, որ
ճարտարապետի կարևորությունը զգալիորեն նվազել է վերջին, չգիտեմ, 50 կամ 100 տարիների ընթացքում, կամ ավելի քիչ, երևի 25 նույնիսկ կարող եմ ասել։ Եթե առաջ ճարտարապետը դա համ արվեստագետ էր, համ շինարար էր, փիլիսոփա էր, ամեն ինչը ասենց իր շուրջ էր պտտվում, հիմա այդ հնարավորինս պակասել է այդ ճարտարապետի ազդեցիկ լինելը։ Չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց համենայն դեպս փաստ է, ու այստեղ մի հատ էլ կուզեի շեշտեի, հաշվի առնելով նախորդ ինտերվյուները ձեր որ նայել եմ, ես կտրականապես դեմ եմ այն գաղափարին, որ ասում եմ, որ ճարտարապետը աստված է, աստծո ներկայացուցիչն է երկրագնդի վրա, դա ընդհանրապես այդպես չի, ես էլ ծայրահեղ դրա հետ համաձայն չեմ ու կարծում եմ դա շատ վտանգավոր գաղափար է, որը մեր մոտ օրինակ համալսարանում ցածր կուրսերից բազմաթիվ անգամներ լսել ենք թե մենք, թե հիմիկվա ուսանողները, ու դա տանում է այտենց չգիտակցված մեծամտության, որ մարդիկ մտածում են, որ իրենք ճարտարապետի դիպլոմ ունեն, ուրեմն աստծո ներկայացուցիչն են։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ ժամանակակից փոփոխվող պայմաններում ճարտարապետները պետք է կարողանան ադապտացվեն նոր պայմաններին ու չմոռանան, որ իրանց արածը ինչ որ կարևորություն ու ինչ որ ասելիք պետք է ունենա։ Հինգ բառը կարող եմ ասել իմ ընկալմամբ ոչ թե ունիվերսալ, ինչա ճարտարությունը իմ համար 5 բառով։ Ուրախություն, ազատություն, երբեմն խուլիգանություն, պատասխանատվություն, ինչքան ասեցի 4, եկեք 4-ով բավարարենք։